Ողջույն, հարգելի հետևորդներ, այսօր փոքր պիցցաներ ենք պատրաստելու կամ մինի պիցցաներ, ինչպես դրանց անվանում են, կամ դպրոցական պիցցաներ, որոնց համար մեզ անհրաժեշտ են լինելու տվյալ դեպքում խմորի համար պատրաստելու ենք խմորիչով խմոր, ալյուրը մեզ անհրաժեշտ լինելու խմորիչ, շաքարավազ եւ աղ, ջուր եւ բուսայուղ, ջուրը գոլ վիճակում։ Միջուկի համար վերցրել եմ տավարի եփված միս, չերի լոլիկ, երշիկ մի փոքր, ցանկացած տիպի պանիր, ավելավ լինի հալվող, թթվասեր եւ ծխեցված բարբեկյու սոուս։ Այսպիսով մոտ 300 գրամ ալյուրին ավելացնում ենք խմորիչը միանգամից, ավելացնում ենք բոլոր բաղադրիչները, աղը եւ շաքարավազը, մեկ անգամ այսպես կխառնենք, մի քիչ փոսիկ կանենք մեջտեղում, մի փոքր ավելացնենք բուսայուղը եւ իհարկե գոլ ջուրը։ Ջրի փոխարեն կարող եք օգտագործել սովորական կաթ, բայց նույնպես գոլ վիճակում։ Այս ամենը լավ խառնում ենք հունցելով փափուկ խմոր, եթե այն այս փուլում լինի նույնիսկ կպչուն, որևէ խնդիր չկա, դա նորմալ է։ Այսպես կխառնենք եւ անմիջապես հենց նույն տարայի մեջ ունցում ենք խմորը, այսպես։ Տեղափոխենք սեղանի մի հատվածի վրա, քանի որ ինչպես նկատում եք, տեղը քիչ է այսօր, բայց ոչինչ, եւ շարունակենք հունցելը։ Դիստանանք էլաստիկ մի գունդ, առայժմ տեսնում եք ալյուրի կտորներն են սրանք, այս կլորակները, դրանք պետք է չլինեն, պետք է լինի էլաստիկ խմոր։ Տարապես այսպիսի մի բան, մի քանի րոպե կհունցենք, կարող եք ավելի շատ, դնում ենք նույն ափսեի մեջ, ծածկում ենք եւ թողնում ենք մոտարապես 1 ժամ կամ մի փոքր ավել, մինչեւ ամբողջ պրոցեսները տեղի ունենան եւ խմորը լինի արդեն ակտիվացած խմորիչները եւ խմորը լինի հասունացած։ Այդ ընթացքում անցնենք միջուկը պատրաստելուն։ Որպես միջուկ ասեցի, որ ընտրել եմ եփված տավարի միս, ընտրել եմ երշիկ, այս հենց բզկտում ենք տավարի 1 կտոր միսը եւ դնում ափսեի մեջ, այսպես։ Շատ համեղ, հետաքրքիր պիցցաներ ենք ստանալու, փորձեք դուք էլ անպայման, հատկապես համ է տալու ծխեցված բարբեկյու սոուսը, որի մասին ես բազմիցս խոսել եմ, կարող եք գտնել իմ տեսանյութերում, սակայն եւս մեկ անգամ կկրկնեմ, ով չգիտի թե դա ինչ է, դա համեղ սոուս է, ծխեցված բարբեկյու սոուսն է, մի շարք հետաքրքիր համեմունքներով, որը վաճառվում է սուպերմարկետներում, կարող եք գտնել եւ գնել, շատ օգտակար է եւ անչափ համեղ։ Չերի լոլիկը կբաժանենք մոտարապես այսպիսի կտորների միջին, փոքրիկ, այսպես, լավ է։ Ինչ վարիացիա ուզեք, կարող եք կիրառել, ինչ ուզեք նկատի ունեմ, կարող եք օգտագործել որպես միջուկ, այսպես։ Երշիկը ինձ մոտ 8 կտոր է, 8-ից 9 կտոր, նորից այնպես եք անում, որ հերիքի ձեր պիցցաների քանակության համար կտրատում ենք սկզբում ձողիկաձև, որից հետո կբաժանենք այսպես երկու մասի, այսպես, վերջ։ Բոլոր բաղադրիչները կտրատված են, մեզ մնացել է պատրաստել միջուկը, որը քսվելու է հատակին, դրա համար ասացի արդեն վերցրել եմ թթվասեր եւ թթվասերին ավելացնում ենք հիասքանչ բարբեկյու սոուսը։ Այս ամենը լավ խառնում ենք եւ տեղափոխում ենք առայժմ բոլոր հաթերքները սառնարան միջև խմորի հասունանալը։
Դե ինչ, անցել է մոտավորապես 1.5 ժամ, ինձ մոտ այստեղ ալյուր է տապակի վրա, յուղաթուղթ չեմ օգտագործելու, այլ այսպես ալյուր ենք շաղ տալիս և տարածում, նույն էֆեկտն է տալիս և խմորը մեզ մոտ արդեն հասունացած, դնենք հիմա գորգի վրա, այսպես ալյուրի վրա, մի փոքր ունցենք և բաժանենք 4 մասի, քանի որ պատրաստելու ենք 4 փոքր պիցցա։ Սկզբում մեջտեղից տեսեք ծակոտիները և յուրաքանչյուրը ևս 2 մասի, այսպես, կարող ենք թողնել ևս 15-20 րոպե, որպեսզի հասունանա, սակայն ես դրա իմաստը, եթե անկեղծ չեմ տեսնում այստեղ, և բացում ենք գնդերը, այսպես մատների օգնությամբ, այսպես կողքերից լայնացնելով, զգույշ որ չպատրվի, բացում ենք խմորը, մոտավորապես այսպիսի չափսի, վերջ, անգամից դնում ենք տապակի վրա և նույն գործողությունը կատարում ենք մնացած 3-ի հետ։ Եվ հիմա յուրաքանչյուրի վրա լցնում ենք սկզբում միջուկից, այսպես մոտ կես ճաշի գթալ, այսպես, տարածում ենք, որից հետո յուրաքանչյուրի վրա լցնում ենք հերթով տավարի միսը, այսպես, ավելացնում ենք երշիկը, ասեմ, որ ջեռոցը արդեն տաքացված է նախօրոք, ավելի ստույգ տաքանալու ճանապարհին է և կիրառելու ենք պիցցայի դասական կանոնակարգը, որքան բարձր ջերմություն, այնքան էլ ավելի լավ։ Հարգելի ընկերներ, տեխնիկական խնդիրներ կրկին անգամ առաջացան, միսը 4 մասի եմ բաժանել, ավելացրել եմ, հետո երշիկն եմ ավելացրել, այսքանը մի փոքր ավելորդ էր, որից հետո ավելացրել եմ լոլիկը, այսպես հավասարաչափ և հալվող պանիրը, կեփեմ մոտավորապես 10 րոպե, արդեն տաքացված, նախօրոք տաքացված ջեռոցում 200-ից 250 աստիճան, կհանդիպենք պատրաստ լինելուն պես։ Դե ինչ անչափ համեղ հրաշք պիցցաները պատրաստ են, մեզ մնացել է ընդամենը մեկ գործողություն, ավելացնել յուրաքանչյուրի վրայից անկրկնելի օրեգանոն և մատուցել։ Դե ինչ, հարգելի հետևորդներ, պատրաստ է արդեն անչափ համեղ ուտեստը մինի պիցցաները, որոնք մատուցվում են հիմնականում նախաճաշին, երեխաներին, ինչպես նաև շատ հաճախակի կարող ենք հանդիպել դպրոցներում։ Այսօրվա համար այսքանը, բարի ախորժակ և մինչ նոր հետաքրքիր ու համեղ հանդիպում։